Այսինքն մի րոպե սամալյոտնի չելա Թել Ավիվ, Թել Ավիվից 2 ժամ հետո պիտի վերադառնա Երևան, բայց Երևան վերադառնալու բան փոխարեն լրիվ ուշողություն աթռե։ Հա։ Հա։ Մնացել են այրոպորտում։ Մենք ծածկենք, հիմա ես ուզում եմ հասկանամ, իսկ երբ է գալու քաղաքացիների հետևից։ Ոչ ժամ, ոչ պատարագ։ Ախր ես մեռա ասելով, այդ բոզի տղա ավիակամպանիայով մի օգտվեք։ Գնում են Թիֆլիս, Թիֆլիսից թռնում են Թել Ավիվ։ Էդի քեզ ուրիշ ռես։ Դե թռավ։ Ես չեմ թռնի երբեք։ Всё. Վերջացավ, եղավ, շնորհակալություն։ Ես էլ գիտեմ։ Եղավ։ Բարի, լավ, լավ։ Մինչ ուրեմն եթե, լավ, հեսա մի հատ էս մնացած ժողովուրդներն հրավիրենք նոր։ Սերան Օհանյան, Տիգրան Ավենյան Բոզի տղեն ստեղա, քաղաքապետարանը ստեղա, Շնգավիթի ոստիկանության բաժնի բնպետը յա տեղակալով բերեգնես այդ աղպեկին, Շիրինյան, Լևոն Շիրինյան, ես Բոզի տղեն էր թոգաներց, MVD-ն ստեղա, սաղ ստեղեն, լավ։ Ուրեմն հենց նոր մեզ հայտնեցին, որ մեր հայրենակիցները, որոնք այս պայդրությամբ գտնվում են Թել Ավիվի օդանավակայանում, ստեղ ավտոմատ հիշեցի բն միմինոն, ուրեմն ինչ է տեղի ունեցել, Երևան Թել Ավիվ Fly One թռչող ինքնաթիռը, որը որ իջնելով Թել Ավիվի օդանավակայան, պիտի 2 ժամ հետո, 3 ժամ հետո հակառակ ուղղությամբ վերադառնար Երևան։ Հետ բերել մեր քաղաքացիներին, Խաչատուր Սուքյասյանս երևի ոնց ինչ դեզդեն բանա բռնե, ռեյսա բռնե, ես իմ չգիտեմ Թել Ավիվ, ես իմ որ մի գրողուսև ցավ, փոխանակ իր քաղաքացիներին հետ բերի, իր քաղաքացիներին թողել է այրոպորտում, թռել է լրիվ ուրիշ ուղղությամբ։ Հիմա այրոպորտում գտնվող մեր Հայաստանի քաղաքացիները այդ բանն անում են ահազանգում են հանրային ձայն, որ մնացել ենք Թել Ավիվի Իսրայելի օդանավակայանում եւ երբ կվերադառնա Fly One-ի ինքնաթիռը, երբ կտանի, ոնց կտանի, ոչ մեկի համար հայտնի չի։ Ես որ ասում եմ քրքրված, ծակրտված, թիքա, փետուր, եղա մեռա ասելով մեկ օգտվեք Fly One авиакомпанияից։ Все равно наши пассажиры летают с этой авиакомпанией, которая называется Fly One, и каждый раз, каждый день неприятный сюрприз за сюрпризом. Теперь граждане Армении, пассажиры авиакомпании Fly One, которые должны были уже лететь из Тель-Авива в Ереван, никуда не полетят. И будут ждать столько, сколько будет надо, чтобы этот борт вернулся обратно в Тель-Авив и их опять вернул в Ереван. Пожалуйста. Ես մեր ասելով, մի օգտվեք, ես չգիտեմ, TikTok-ի մեջից էլ հավքին է տա, ինչ են ասում դրանց, TikTok-երշա, մեկտոկերշա և ալեն լծին, բորդեն, տարան, ծուց տվին, մթում ռեյտինգ, խնդրեմ, մե բոզի տղություն։ Սա մեկ, ստեղ երկու թեմա կա, ուրեմն արինջից կարին է, կա մի աղջիկ, որը ապրում է Արինջում։ Ես ուզում եմ դիմեմ այդ աղջկան, որը մեր մշտական հետևորդն է, այդպես են ինձ զեկուցել, և այդ աղջկա հետ կապված ինքը ինչ-որ բան վիճել է իր ընկերոջ հետ, ընկերը դիմել է հանրային ձայն, այդ ասեջում, քրքրվում, պատրվում, կոտորվում, այս աղջիկն էլ սերն չգնահատում, կրվերա, խռովերա և ալեն, կարնի ջան։
Հայաստանի Հանրապետությունում ակնհայտ է, որ արական սեռի շատ լուրջ խնդրեմ կա, դեֆիցիտ։ Ուստի ես խնդրած կլնեմ, նամանավանդ այդտեղ են, ասենք, չգիտեմ, ինձ ուղղակի իմ ուղեղը տարավ, հագերում, խնդրում եմ ինչ կլինի, ասեք թող կարնեն իմ հետ բարի շիկարն է ջան, մեկ հատ վեկալ հեռախոսն զանգետա քյոտաղուն տեսին չակյոզանձնից։ Բարոշեք բրցեք։ Մալուբով։ Մյուսը առաջի ատսանի դատավոր Աննա Մաթևոսյանը բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով ծսնի Աննա Բոլեյնին։ Ես չգիտեմ ինչու, բայց բազմաթիվ դատապարտյալներ ցանկանում են, որ դատավոր Աննա Մաթևոսյանը նստի Աննա Բոլեյնի դեմքին։ Մենք սիրով ընդառաջում ենք։ Այսպես։ Հիմա անդառնանք մեր թեմաներին։ Միլիցիային սակրադառնանք։ Ուրեմն մեր ձեռքի տակ հայտնվեց այդ Երևանի քաղաքապետարանի փաստաթղթերից որոշակի հավաքածու, որը վերաբերվում է գետնանցումին, այդ հայտնի պրոսպեկտի գետնանցումին։ Ես նայելով ուսումնասիրելով փաստաթղթերը ոչ մի կերպ չկարողացա հասկանալ 28 հուլիսի 2022 թվականին ուղարկվում է հրավեր հրատապ անունով, խնդրում եմ փաստաթղթերը դնել ոչ իմ Telegram կանալ։ Շինարարությունը սկսվել է սեպտեմբերի 2-ին, գիտենք, այդ թունելի վերանորոգման աշխատանքները, ավարտը ըստ փաստաթղթերի պետք է լիներ 120 օր հետո, ճիշտ եմ ասում, այսինքն դեկտեմբերի 2-ին, բայց շինարարական աշխատանքներն ավարտվեցին հունվարին, եթե չեմ սխալվում, հունվարն էր, փետրվարն էր եւ այլն։ Փաստաթղթերի մեջ կա այսպիսի մի հատ գլավա, որտեղ նշված է ավելացնել շինարարական աշխատանքները եւս 30 օրով, այսինքն մեկ անգամով ավելացնում են, բայց տուժուտուգանք պետք է լիներ կամպանիայի վրա, եւ այդ կամպանիայի վրա почему-то չի կիրառվել ոչ մի տուժուտուգանք, խոսք չկա մենան դեպս։ Գումարած դրան Ավինյան Պոռնիկի տղու վերանորոգված գետնանցումում, այդպես էլ մենք էլ դեռ ուսումնասիրում ենք կա հաշվանդամություն ունեցող անձանց համար նախատեսված կրան, այսպես ասած, թե ոչ։ Ես համոզված եմ, եթե չկա նորից շինարարական խախտումը, եթե կա ու էլի չկա, որովհետև պիտի լինի, որովհետև նախ դա արդեն 30 տարի է պարտադիր է բոլոր շինարարական նորմերով, դրան գումարած Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականից հետո ավելացել է հաշվանդամների քանակը եւ այդ մարդիկ չպիտի լինեին անտեսված եւ պիտի մենք ունենայինք, այսպես ասած, մեր հաշվանդամների համար նախատեսված կրան կամ պատժոմնի գնի, որը մենք այդպես էլ չունեցանք։ Մեզ պետքա բան ուղարկածել են, ես հիմա օպլաս այս պահին էլ կատարմիժնական աշխատանքները ասում են դիրքերը հենց որ մենք ենք ուզում ռուսները գալիս ասում են ավիանացիան չեն թող 3 հազար տրանսպորտային Так, սա դիրքերի վերաբերյալ է, հիմա մենք մի քիչ հետո կանդրադառնանք դիրքերին։ Հասկանալի է, հաճելի մարդ։ Ես մի հատ ուզում եմ, որ այդ գետնանցումի հետ կապված փաստաթղթերը, ինչքան էլ մենք այնա տեղադրեցինք Telegram կանալ, մի հատ էլ դուք վերցրեք ուսումնասիրեք։ Այնտեղ սրիկայությունը ակնհայտ է։ Կոռուպցիոն։ Են Արսեն Թորոսյանն էլ հալում աշա եղել, չգիտեմ խի, դարդերը տարեր, հա։ Սովա։ Հա, կրադառնանք սա։ Ուզում եմ անդրադառնամ Նորմետ բժշկական կենտրոնին, բժիշկ անօթաբան Արամ Խաչատրյան։ Արամ Խաչատրյանի վերաբերյալ մենք ստացել ենք բողոք, որ վերջինիս անհաջող վիրահատության ժամանակ տուժվել է քաղաքացի Սայադյան Հեղնարի դուստրը։ Ինձ Սայադյան Հեղնարը հարց տվեց, ասեց պարոն Ղուկասյան, մենք Արամ Խաչատրյանի մասին տեղեկացել ենք Շանթ հեռուստաընկերությունով, երբ որ ինքը խոսում էր բժշկությունից եւ այլն, այսինքն իրականացնում են բժշկական գովաստ։ Եվ Տիկին Սայադյանը հարց է ուղում առողջապահության նախարար Սևուկուլիկ Պոռնիկ Բալիկին,
ինչ լիցենզիայով, ինչ իրավունքով է Շանթ հեռուստաընկերությունը հեռարձակել բշական գովազդ, որին որ լսել են, հավատացել են, եկել են, վիրահատվել են ու ոտ նեղել է այդ աղջկա մոլմշ։ Արդյոք եղել է թույլտվություն թե ոչ։ Ես միանշանակ համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում առհասարակ ոչ մի բանի թույլտվություն գոյություն չունի։ Ես խնդրել եմ, որպեսզի Սայաձյան հեղնարը մեծ ներկայացնի էպիկրիզները, որով որ անցել է ուրեմն ի վերջինիս դուստերը վիրահատություն, հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործը ընկեր արգիշտ քննում է Հովանես Ջալոյան, Տոլիկ Գալոյան, իմ ձեռագիրը մենակը անգամ ես չեմ հասկանում, Քանաքեր Զեյթունից, բայց շատ վատ է քննում, տպավորությունն է, որ Արամ Խաչատրյանի նկարը դրել է դեմը ու զբաղվում է ձեռնաշարժությամբ, խռոնի կերպով։ Բայց թե սերնաժայթքումը որտեղ է տեղի ունենում Արամ Խաչատրյանի նկարի վրա, թե Որովայնի վրա վերջինիս, թե Քանաքեր Զեյթունի քնչականի պետի քիթումրթին, ես չգիտեմ, բայց ձեռնաշարժության պրոցեսը կրում է սիստեմատիկ բնույթ։ Ես ուզում եմ, որ նույն ձեռնաշարժությամբ դու զբաղվես քնիչ Հովանես Ջալոյանը առնանդամի մասնիկա դրա հետ։ Դու կյանքում չես գնացել գյոթի, չէ՞։ Դե գնացել ես։ Քավարես մեծոց այնտեղ դուք տղեկովյա չեք պետք է գոմում։ Դες բաց չէ՞լ է։ Եղել է, չէ՞։ Խնդրեմ։ Այսինքն փորձ կա։ Զբաղվեք քնիչ Հովանեսի հետ։ Բացի դա, ես ուզում եմ դիմեմ Արամ Խաչատրյանին։ Արամ Խաչատրյան, ձեր կատարած բժշկական միջամտության արդյունքում քաղաքացուհի Սարաձյան հեղնարի աղջկա կամ դստերոջ առողջական վիճակը չի գնացել դեպի բարելավման։ Պահանջել եք աստղաբաշխական գումար, մարդը վճարել է։ Երաշխավորել եք, որ պիտի լինի հետ վիրահատական հաջող ընթաց, մարդը պիտի քալի, կուլ, բայց իտոգում ոչ մի բան։ Մայրը վրդովված եկել է եւ ձեզ վիրավորել է։ Կարող է դաժե մի հատ էլ ապտակել է։ Դու 1.5 միլիոն վերցրել ես, ոչ մի բան չես արել, այսինքն վիրահատել ես, բայց վիրահատությունը վատ է անդրադարձել։ Կումանած դրան երկրորդ անգամ ես վիրահատել, բայց երկրորդ անգամվա էպիկրիզը չես էլ ուզեցել տալ կռվով դավով եկել է ստացել է։ Մայրը դաժե ասում է առանց անզգայացման է եղել այդ ստենդավորումը, ինչավորումը եւ այլն, բայց ինձ այս ամենի մեջ զայրացես մեկ հանգամանք։ Մայրը որ եկել է վիրավորել է մեր քնիչ ներողություն բժիշկ Արամ Խաչատրյանի նորմետ բժշկական կենտրոնից։ Արամ Խաչատրյանը վեկալել է ու տվել է դատի։ 50,000 դրամ տիկինը տուգանվել է քրեական գործով, 550,000 դրամ տիկինը տուգանվել է հայոյանքի համար բանով, քաղաքացիական գործով։ Ուրեմն ես դիմում եմ Արամ Խաչատրյանին։ Արամ Խաչատրյան, ձեր գործը գտնվում է երկնային գրասենյակում։ Ես հուսամ, որ Արամ Խաչատրյանը, եթե այդքան ազդվում է հայոյանքից, անպայման մոտորերս կցուցաբերի ջենտլմենական քայլ եւ կհրաժարվի քաղաքացից տիկին Սայաձյան հեղնարի նկատմամբ եւ այն 550,000 դրամը, որ դատարանը կայացրել է, ես հուսամ բժիշկ Արամ Սարաձյանը հենց վաղը կգնա դատարան եւ կասի, որ ես հրաժարվում եմ, ինձ ոչ մի տուժը տուգանք պետք չի։ Ուղղակի կոլեգա եք, ես ես հետ տեսեք պահում եմ բոլոր, այսպես ասած, նորմերը։ Երբ որ ես նման բան եմ տեսնում, որ ասում եմ վիրավորերա, տուգանվերա, ես միանգամից հիշում եմ Աշոտ Կարապետյան կար, Բոզի տղա, Երևան քաղաքի ոստիկանապետներ, ես ասել եմ Աշոտ Կարապետյանի գերեզմանը ես անձամբ եմ քանդել տալու, կոշով, վերջում էլ պայթացնելու եմ։ Մի հատ քած ուներ Սուզաննա Կարապետյան, գինեկոլոգնի,
բանում մասիվի հիվանդանոցում էխոյի բժշկուհի է մի պորնիկի ծնունդ մի ագարկի վիժվածք մի ղախպի տղա չնայած ես այդ կնոջին շուտեղ հարգում եմ որովհետև Սուզաննա Կարապետյանին եւ Աշոտ Կարապետյանին բռնացրել էին մեքենայի մեջ մասիվի օպերները չճանաչելով Աշոտ Կարապետյանը, որտեղ նոր էր նշանակվել Երևան քաղաքի ոստիկանապետ, Սուզաննան ծծացնում էր Աշոտ Կարապետյանին։ Եվ մասիվի միլպետը զանգ է զեկուցել էր վերև զամմինիստրներից մեկին, ազգանունը չեմ հիշում, ես Գասպարյան Վովայի մոտ նստած եմ, երբ որ զամմինիստրը հեռախոսով զեկուցեց Գասպարյան Վովային, որ մասիվի օպերները բռնացրել են ջիպ են տեսել X5, չեն իմացել ով է, մոտեցել են, ոչ եմ տեսել են, որ վարորդը կիսա կքաննսված դիրքով, այնտեղ լբ հետո եւ այլն իմացել են, որ դա Աշոտ Կարապետյանն է։ Չգիտեմ ինչ եղավ այդ սերժանտների վերջը, բայց Աշոտ Կարապետյանին բռնել էին Սուզաննա Կարապետյանի դլոն ծածալուց։ Սուզաննա Կարապետյանն էլ որդի ունի, որդին դպրոց է գնում, բավականին չափած տղա է, մասիվի բժշկուհիներից է։ Եվ Սուզաննա Կարապետյանը եւս դատի էր տվել իմ մորը իրեն վիրավորելու համար եւ Սուսաննա Ղազարյանի թոշակից ամեն ամիս 5000 դրամ գումար էին պահում, որ փոխանցեին Սուզաննա Կարապետյանին, 35000 դրամ տուգանեցին իմ մորը Սուսաննա Ղազարյանին Սուզաննա Կարապետյանին վիրավորելու համար։ Լավ արե վիրավորելա։ Հիմա ես չեմ ցանկանա, որպեսզի Արամ Խաչատրյանը ավելի խիստ վիրավորվի։ Կոլեգա եք։ Չնայած փինաչի եք, բայց կոլեգա եք։ Ես ակնկալում եմ, որ Տիկին Սարազյան հեղինարը կզանգարի մոտորերս հանրային ձայն եւ կասի գիտեք ինչ պարոն Ղուկասյան, իմ նկատմամբ 550,000 դրամի տուժուտուգանքը Արամ Խաչատրյանին խլեշելու համար, չնայած չէ բան խլեշեն, դե երևի մի երկու հատ, չգիտեմ, ղաղբայի ասե, ինչ ասե, այդ խեղճպանկնիկը տուգանել են։ Եթե ոչ, ուրեմն Արամ Խաչատրյանը թող մյուս դիմումը գրի, այս անգամ դատի տալով հանրային ձայնին։ Բայց հանրային ձայնը սիստեմատիկաբար կանդրադառնա այս բժշկին։ Նաև ակնկալում եմ, որ Նորմեդ բժշկական կենտրոնի ղեկավար կազմը եւս կսթափվի։ Իսկ Սուզաննա Կարապետյանը թող այսօր գնա գյոթի, գյոթի եւ ծծացնի Արամ Խաչատրյանին։ Արամ Խաչատրյան, ծլիկ ծծած կակ բժշկուհու։ Սուզաննան դրա մասնագետն է։ Սուզաննայի սեռական շրթերը ուղիղ համեմատական են իր սեռական շրթերի տրամաչափին։ Ուղարկեք մասիվի հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժնի էխոյի բժշկուհի Սուզաննա Կարապետյանին թող իր բազմաչարչար ծլիկով на всякий случай նստի Արամ Խաչատրյանի բերանին։ Զանգեք ուղարկեք, այդ կնի գսիրի մատես բաներ։ Zaten el մասիվի գլխավոր բժշկին է թող ծծցնի։ Երկուսին միանգամից։ Այ քեզի բան։ Համտած աղջկա ոտը ավիդես։ Համել մի հատ է գնաց է դատի տաս։ Հա քեզ բոզի տղություն։ Дальше. Էսովա։ Հա, էսի։ Ռուստամ Բադասյան բերեք ներս այդ բոզի տղուն։ Մեկ էլ ջերմուկի են Աշոտին։ Դանել ասա թողաներս։ Այդ մյուս ղախպի տղին։ Արցախից Զանգահարում, Աղաղակում, Մարինա Պողոսյանին էլ կանչեք։ Աղաղակում բարձրաձայնում, որ պարոն Ղուկասյան խայտարակ վիճակ է Արցախում։ Մենք իհարկե սա կրադառնանք Արցախի թեմային։ Հայաստան համահայկական հիմնադրամը կոչվում, ինչ է կոչվում, բավականին ինչ-որ օգնություններ է ուղարկում Արցախ, բայց ուղարկված օգնությունները գնում են ուղիղ Արցախի խանութներում եւ կրկնակի եռապատիկ գներով վաճառվում են Արցախում։ Օգնությունը գնում է նշվում անվճար։ Ես ուզում եմ հասկանամ, Արայիկ Հարությունյան,
դու առհասարակ իրավիճակին տիրապետում ես, թե ոչ, կամ ոնց կարելի է լինել այս կարգի բոզի տղա։ Հա? Ես դա չեմ կարում հասկանամ։ Օգությունը հլմ գնում անդե, ընդեղից հլմ գնում է խանութ։ Գումանած դրան, մարդիկ ահազանգում են, որ Արցախից դուրս են գալիս ազգաբնակչությունը։ Ռուսների միջոցով, կաշառելով ռուսներին, ռուսական մեքենաներով եւ այլն, ժողովուրդը կամաց լքում է Արցախը։ Մենք անդրադառնանք, նորից եմ կրկնում, Արցախի թեմային։ Ընթացքում է սա։ Ուրեմն հանրային ձայն հաղորդաշարի իրարանցած հաղորդման ժամանակ անդրադարձել էր Հայկոբ բազայի հետ Արտաշատ քաղաքի Հայկոբ բազայի տարածքին տնօրեն Սահակյան Կոլյա։ Սահակյան Կոլյայի ներկայացուցիչը պնդում էր, որ տիկինը, որը ահազանգել է հանրային ձայնով, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է տվել ուղիղ եթեր։ Դրանից հետո նորից մենք ստանում ենք բողոք, նորից նույն Սահակյան Կոլյայի շուկային վերաբերվող։ Եվ ես որոշեցի, ինչպես այդտեղ, այդպես էլ Ֆիզգարադոկ կոչված թաղամաս, մոտակա օրերը, վաղը կամ վաղը չմյուսօրը, ուղարկել հանրային ձայնի օպերատիվ լրատվական խումբը տեղում հասկանալու, ուսումնասիրելու համար քто прав, а кто виноват։ Սա կապված դրա հետ։ Ուրեմն մեզ զանգահարել են մի շարք պարկովշիկներ գնունու շուկայից, ասում են պարոն Ղուկասյան, խնդրում ենք մեզ տար Ավինյանից տուն, մենք ուզում ենք Ավինյանին ծածցնենք տնով տեղով։ Հարց եմ տալի պարկովշիկին, ասում եմ Ավինյանի տուն դու ինչի՞ս ուզում ես տաս, ինչի պատախի։ Ասում եմ պարոն Ղուկասյան, բոզի տղեն եկել էր գնունու բազար, չասում պարկովշիկն էլ է մեղավոր։ Ասում եմ դուրս եկավ 200 դրամ է տալեմ ստադիանքի համար, ասեն 200 չի 500 է, ասեց թե հիմա դուք ձեզ կտենաք, ասում եմ նստավ ավտոն քշեց գնաց, մենք իջե դու եկան միլիցիա կհավկում են սաղ պարկովշիկների տանում են, մի հատ գեղեցիկ տուգանք դնում են սաղի վզին 100,000 դրամ, ես ինչ ուղարկում են հետ։ Նախ ուզում եմ հասկանամ, ես մեռա ասելով Վայե Ղազարյան, որ այդ պարկովշիկներին առհասարակ դրանց գործունեությունը թույլ չտալ։ Ասել են։ Հիմա իմ ասելուց հետո նորից կան պարկովշիկներ, հələ մի հատ է զանգում են հանրային ձայն, ասում են մենք ուզում ենք գնանք Ավինյան Տիգրան ծածցնենք։ Լավ ես անում, որ ուզում ես գնաս Ավինյան Տիգրան ծածցնես։ Բայց Ավինյան Տիգրան բոզի տղա, եթե չես ուզեցել 500 դրամ 1200, նու բնականաբար լավ ես արել, լավ, ստեղ լավ ես արել։ Բայց գոնե ցույցում տուր ոստիկանությանը թողան հավաքեն։ Եվ թույլ չտան, որ այլևս պարկովշիկ կանգնի, ոչ թե այդ մարդուն, որը որ օրը 5000 դրամ, 7000 դրամ, մի կերպ, եթե իհարկե կարողանա, այդքան քերելով տանի տուն, մի հատ դու բռնես այդ մարդկանց 100,000 դրամ տուգանես։ Պրոստը մի թույլ որ կանգնեն, վերջացավ։ Ասում միլիցիա կտարել են 100,000 դրամ մեզի տուգանել են։ Ուստի այդ բոլոր պարկովշիկները խնդրում են, որպեսզի գան եւ ծածցնեն Ավինյանի կնգան։ Մենք մեծ հաճույքով բոլոր պարկովշիկներին աշխատանքային օրվա ավարտից հետո իրանց քրտնախար շելած ձվերով ճամփում ենք այդ բուրմունքով, որ չնայած համոզված եմ նաև որ պարկովշիկների գերակշիռ մասը չի հետևում անձնական հիգիենայի կանոններին եւ ունեն տես լավ պուխ, այդ պուխով նստեն Ավինյան Տիգրանի տնգա քիթու բենին, թե իմանտեղ որինը քանի սանտիմետր կլինի եւ ինչ արագությամբ Ավինյան Տիգրան կարա գտնի էտա օրգան, արդեն թողում ենք բարձր պրոֆեսիոնալիզմի վրա։ Սա մեկ Ավինյան Տիկո, հաջորդը, ուրեմն երեք շատ պատահական մեր ընկերոջ երեխեն, հետո խփեց Վիկիպեդիայ, բերեց Ավինյան Տիգրան, որտեղ Ավինյան Տիգրան անազգանունի փոխարեն նշված էր Ագարկա Ավինյան։ Ինչ-որ մեկը սարքել էր, բնականաբար սարքել էր, մենք ինչ ասենք բանի տվինք, հումորի տվինք, եւ ընդեղ կենսագրության մեջ ես տենում եմ Ավինյան Տիգրանս պարգևատրվել է պատվոգրով պաշտպանության նախարարության կողմից ռազմական
գործողություններին կամ մարտական գործողություններին մասնակցելու համար։ Ես խեղեցի Վիգեն Սարգսյանին, բայց բանից պարզվեց, որ Վիգեն Սարգսյանը չէր, այլ Սերյան Օհանյանն էր։ Ունեշի, որ Վիգեն Սարգսյանը անմեղ ոչ մի տիպ էր, կողեմ Վիգեն Սարգսյան, խնդրում եմ այդ պատվոգիրը դնել մեր Telegram կանալ։ Սերյան Մուշեղիչի ստորագրմամբ ռուզիկ։ Ես ուզում եմ քո մարդուն հարց տամ։ Սերյան Մուշեղիչ, ասացեք խնդրեմ։ Ավինյան Տիգրանին դու պատվոգիր խես տվեմ։ Հա։ Գուցե մարտական գործողությունների մասնակցելու համար։ Մարտական ապրիլ, մայիս ամիսներին Ավինյան Տիգրանը ինչ մարտական գործողությունների ամբողջ ԿՊ այն ժամանակ ԿՊ էր իմ քալեր ինչ կռից գլուխ էր։ Սաղ եկել են լսվել են Վարդենից զոտ, կերել են, քաքեր են, քներ են, քաքեր են, կերել են, քներ են։ Ուրիշ բան չեն արել։ Մեկ վատեն բանը զոդի ոչ գումարտակներից մեկի մուտքի մոտ է նկարվել, մեկ վատ չգիտեմ չոլի մեջ է նկարվել եւ այլ ասում եմ մարտական գործողությունների մասնակից։ Էդի շոպոլ բիդի։ Ավինյանի եւ ԿՊ-ի Facebook-յան ստրանիցայն գրած դրածա ինժեներական աշխատանքներ եք մասնակցել։ Ես ուղղակի մի րոպե նախ ես խնդրում եմ admin-ին տեղադրի մի րոպե, որպեսզի Վարդան Ղուկասյանը հանկարծ չասեն սախալա, ատեն շի, ասենցա։ Ուրա, սա պատվոգիրն է։ Ահա, վերադարձ։ Ուրեմն գրված է 20 մայիսի 2016 թվականին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամավորական ջոկատը այսօր երեկոյան ԼՂՀ Մարտակերտի շրջանից վերադարձավ Երևան։ ԿՊԱ-ական ջոկատը զինված ուժերի այն զորամասում մարտավարական վարժան կանցելուց հետո զինվորական առաջադրանք էր իրականացնում ԼՂՊ բառաշնակցում եւ հաջողությամբ իրագործել է իր առաջ դրված խնդիրը։ ՀՀ ներողություն ԼՂՀ զինված ուժերին աջակցություն ցուցաբերելով ինժեներական աշխատանքների իրականացման գործում։ Այդպես գրված նշված է քաղաքացիական պայմանագրի Facebook-յան էջ 20 մայիսի 2016 թվական։ Ավինյանն էլ կիսվել է։ Իսկ Ավինյանն էս պարգևատրվել է մարտական գործողությունների մասնակցելու համար։ Ես ուզում եմ հասկանամ, քո մարդն բանով մտածել, բան պրոթեզով, ոռով, ինչով, այսօր եմ զանգում։ Հա? Դա եմ ուզում հասկանամ։ Եմ որ ասում եմ, գրուկ, դոկտոր ջան, դուք վրա զանգում եք, ինչա պատահեմ։ Իհարկե։ Լավ։ Ինչ է։ Այլոնով է։ Իհարկե ոչ։ Всё, լավ։ Պարզա։ Եվ հիմա այսօր մեկը չկասի, Սերյան Մուշեղիչ, ես ինչ ես արել։ Ախ, ես ինչի հենց խոսում եմ, քո մարդուց դու քո գլուխը կախում ես։ Հա? Ես չեմ ասեմ, քո մարդը վիզա դրել, որ մենք անպայման, էտա չգիտեմ, ասենք բուրըն գործողությունների։ Հենց խոսում ես մարդուց, գլուխը կախում է, ու սկսում է լացել, քեզը քաշում է վերև։ Մտո մի քենքան, ամեղ աղջիկա։ Վա։ Ay kezi bo. Marfanını çıtas. Anamot. Esodi kon marfan satsanız. Martakan գործողություն, Ավինյան Տիգրանուլ, մարտական գործողություն, Ավինյան Տիգրանը մարդուն ծծցնի, մարտական գործողության ժամանակ։ Դաշը, Շենգավիթի քաղմաս, Վայ Ղազարյան, ներլայնացրեց։ Ես չեմ հասկանում, այսքան քաղմաս կա Երևանի մեջ, ինչի ֆռան են գալի կայնում եք Շենգավիթի քաղմասի գլխին, նորից,
Մենք հենց բացատրես հասկանամ։ Ես դեմ եմ հանեմ սիկտիրանեմ։ Էլ պուտանքա, էլ մամնավաճառ, էլ նարկաման, էլ ալկոգոլիկ, էլ բարիկ, էլ ինչ ասես չմնաց, որ էլ օրը չի ծանրադարձա դրանց բոզի տղա օպերգծով տեղակալին։ Ու սկսավ իրար հետևից, բողոք, էլ սուցինյորություն, էլ դեղեր տարածել, էլ թմրանյութնի, էլ ինչ ասես, ինչով ասես, քո շնգավիթի օպերները զբաղվում են, ես այսքան որ ասում եմ, դու իմ ասած է խրտեղ չես տնում, բայ Ղազարյան։ Հա? Ես ասում եմ, այս օպերը զբաղվում է բանով, նարկոտրաֆիկով, ուղեղը չմտավ։ Օպերգծով տեղակալը անչափահասների է, բերեք ես իմիշ խրսակեր է, ուղեղը չմտավ, շարունակում են պաշտոնավարել։ Այսօր էլ ինձ զեկուցում են, որ դու, ուրա, այս բոզի տղեն, հեսա, հա, Անդրանիկ Եսայան, Անդրանիկ Եսայանին նշանակում ես, իրար հետևից կզանգեն, իրար հետևից, ալո, Ալո, հա, որ Անդրանիկ Եսայանին դու նշանակում ես այրոպորտի քերականի պետ, Մաշտոցի քերականի պետի տեղակալին, ասում եմ լավ, նշանակում է վավի Անդրանիկ Եսայան, ասում են Անդրանիկ Եսայան արշակի աչձու, դու իմինատուր ես սանը, վայ Ղազարյան, հա, ուրա, գելեմ են, Այսինքն Գասպարյան Վովան քեզ զանգմա, ասմա, դու էլ Գասպարյան Վովայի բոզի տղում, Անդրանիկ Եսայան, դեկալում նշանակում ես, արդեն նշանակման ճանապարհինը, այրոպորտի քերականի պետ, դրան թե ես նշանակը, օպերգծով տեղակալի հետ կապված ոչ մի բան, ոչ մի ծառայողական նշանքեր, այսինքն լրատվամիջոցը, հանձինս հանրային ձայնի, բարձրացնումա բողոք, ահազանգ, քերական հատկանիշներ պարունակող բոզի տղություն, որ անչափահաս աղջիկների քո օպերգծով տեղակալները, ես հետաքրքրան չի համար, նարկոտիկ ցրելու համար բռնում բերում են քաղմաս, անչափահաս աղջիկներ, զակլաչիկ են դեմ իշխարես գալու կանալում, բերում են, քո օպերգծով տեղակալը կաբինետում դամագացել ստվա, բռնելի անելի, ու դու ոչ մի բան չանելի։ Շենգավիթի պետին բերել են Մաշտոց, Մաշտոցի պետին Շենգավիթ։ Այսինքն խտոն եկել է Մաշտոց, Մաշտոցինը գնացել է խտոյի մոտ։ Հիմա քանի որ այնտեղ մենք ունենք նոր միլպետ, ես հիմա այդ ուզում հասկանամ, այդ նոր միլպետը հետևություններ պիտի անի, որ իա մոտ կար ոմը սակո, ոմը օպերգծով տեղակալ, որ այդտեղ կատարվում է բոզի տղություն։ Ուրեմն, եթե Անդրանիկ Եսայանը, վայ Ղազարյան, նշանակվել է այրոպորտի քերականի պետ, Շենգավիթի օպերգծով տեղակալ եւ այլն, դու չես մաքրել, չես հանեկցել դուրս, դրան կողը, պարզա, վերջին նախազ, последнее предупреждение, ռուսիկ, այսօրվա ռուսիկըտ հանում ես, դնում ես ծրարի մեջ, տալում ես Վայ Ղազարյանին, որ տանի տուն, ինքը գիտի ինչ պիտի անի, բուրմունք խանութ սրա, դու էլ շորակալ եղի, որ ռուզիկն է, քիսոն չի, քիսոյինը բայկվի է, դες լավ կրտնմա, ամբողջ Շնգավիթի քաղմասի, ահազան կազան, համ բողոքում են մամնավաճառները, ասում են մենք գնանք շինվենք, մեր դլոն մաշի, փողերը 60%-ը տանում ենք միլիցեկին, սուցինյոր բլայց, կրիստալ ծրողները, եվս, ասում են մեր հետ հավասար կրիստալ են ծալում, ընչի տնան չեք բռնում, չթարց են տալում, աբազյան, ես մեր ասելով, Շնգավիթի քաղմաս, դուք դրա վրա ուշադրություն չեք դարձնում, պարոն աբազյան, մենք հեսա կեզ կանրադարնանք, բոզի թողություն, ուրեմն սա ում WhatsApp-ի մեջ էր ինձ որ ուղարկել էին,
Մի րոպե ժողովուրդ։ Ստեղ մեզ ուղարկել էին մի հատ փաստաթուղթ, որտեղ նշվում է, հա։ Ուրեմն Միացյալ Նահանգները Հայաստանի նկատմամբ սկսել է աստիճանաբար կիրառել սանկցիաներ։ Ուրեմն ուզում եմ կարդամ սա։ Ապրիլի 1-ից 2023 թվականին մտնում են որոշակի սանկցիաներ ուժի մեջ։ Հիմա ուզում եմ կարդամ փաստաթուղթը կտեղադրենք Telegram կանալ։ Հարգելի գործընկերներ, Raiffeisen բանկի կողմից 2023 թվականի ապրիլի 1-ից կիրառվելու է SWIFT վճարահաշվարկային համակարգով փոխանցումների կատարման նոր սահմանափակումներ, համաձայն որոնց որոշ ապրանքատեսակների համար բանկի հաճախորդները չեն կարողանա իրականացնել ԱՄՆ դոլարով միջազգային փոխանցումներ։ Սահմանափակումները գործում են նշված ապրանքատեսակների համար իրականացվող գործարքներին, նավթամթերքի համար իրականացվող գործարքները, տրանսպորտային միջոցների ներառյալ ավտոպարեստամասերի համար իրականացվող փոխանցումներ, երրորդ էլեկտրոտեխնիկա ներառյալ համակարգիչների, պրոցեսորների, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, բջջային հեռախոսների, սմարթ ժամացույցների, աուդիոտեխնիկայի, տեսախցիկների, GPS համակարգերի եւ այլն ապրանքատեսակներ։ Երրորդ, փայտանյութ ներառյալ կահույքի համար իրականացվող գործարքները, ապրանքատեսակներ, որոնց ապրանքային CN տառիկ ոչնկոդերը սկսում են 44-ով։ Սահմանափակումը չի վերաբերում Raiffeisen Bank International խմբի բանկերին կատարվող փոխանցումներին։ Այսպիսով, եթե կազմակերպությունը զուգահեռաբար զբաղվում է տարբեր ապրանքատեսակների ներմուծմամբ եւ վաճառքով, դա ենթադրում է, որ հաճախորդը չի կարողանա ԱՄՆ դոլարով փոխանցում կատարել միայն վերոնշյալ ապրանքների ձեռքբերման համար, այլ ապրանքատեսակների մասով սահմանափակումներ առկա չէ։ Ուրեմն սա ինձ պատասխանեցին հարգանքով վաճառքի իշխորտիմ եւ այլն, որ ԱՄՆ փաստաթուղթը բանկերին ուղարկվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից, այնտեղ մենք հիմա կտեղադրենք ոչմ Telegram կանալ, ջնջված հատվածները իր մեջ պարունակում են համակարգից օգտվողի անունազգանուն եւ այլն, որպեսզի մենք ապահովենք գաղտնիություն։ Հիմա մեր քաղաքացիները իրենց անձնական օգտագործման համար չեն կարող գնել այս ապրանքները։ Նաեւ ավելացնեմ, որ մենակ Ռուստամ Բադասյան սա ուրեմն տեղի այդ ունեցել նրա համար, որ Հայաստանի իշխանությունները շրջանցելով ամերիկյան սանկցիաները արտահանում են Ռուսաստան ապրանքների, ամերիկյան ապրանքների, այդ թվում նաև Coca-Cola, որը որ արգելված է։ Coca-Cola-ի միակ մոնոպոլիստը մեր մոտ ջերմուկի բոզի տղեն է եւ վերջինս է արտահանում Coca-Cola Ռուսաստան։ То есть мы должны подчеркнуть для наших американских друзей, что таможенный контроль Республики Армения абсолютно не уважает санкции США. Бнав. И наши предприниматели, особенно компания Germu Group, которая производит американский продукт Coca-Cola, отправляет свою продукцию куда? В Российскую Федерацию. Так, как вот говорится, обходя санкции Соединенных Штатов. И наши американские друзья уже в курсе, и я надеюсь, что в ближайшем будущем компания Germu Group, которая производит американскую продукцию Coca-Cola и для Армении, и для России, и для Беларуси, в ближайшем будущем войдет под санкции и больше производить не будет Coca-Cola. Ну, меня начинает ասենք թունավոր բանա խմիչքա իշքա շուտ արկել են այնքան լավ. Это информация к размышлению. Я надеюсь, наши американские друзья будут намного внимательнее по этой теме. Շնորհավորում եմ ժողովուրդ. Կամաց բոզիտողությունը հասնում է նաև մեզ. Так, եկեք խոսենք դիրքերից. Բավականին խայտարակ վիճակ է մարտական դիրքերում.
Ուրեմն ինձ հիմա ուղարկել են Լիսագոր Քիսավան նախկին ավտոճանապարհի վերևում գտնվող ադրբեջանական մարտական դիրքը, հենց այս պահին էլ կատարվում են ինժեներական աշխատանքներ։ Ամրացնում են իրենց դիրքերը այն դեպքում, որ ըստ խաղաղապահների իրավունք չունեն, երկու կողմն էլ ամրաշինական աշխատանքներ իրականացնեն, հենց որ հայկական կողմն է ուզում դիրքեր ամրացնի, ռուսները գալիս են ասում են ադրբեջանցիները չեն թողում։ 3 հատ էլ 80 մինամյոտ են բերել, 80 մմ-անոց մինամյոտ են բերել, տեղադրել են մեր դիրքերի առաջ։ Ռուսական կողմը վախենում ասում ոչ մի միջամտություն ու չեն կարողանում ոչ մի ձև ազդեն վրեքը։ Ես հիմա կուղարկեմ, ստեղ առանձնապես բան չի երևում, ուզում եմ այդ ուղարկի, բայց պետք չի։ Սա կապված սանկցիայի հետ տեղադրվեց։ Եկեք անդրադառնանք սանկցիաներին, Հագայի դատարանին եւ այլն եւ այլն, ինչպես նաեւ սահմանի վիճակին։ Հետո կանդրադառնանք հետագով այ։ Ուրեմն այն որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի, ինչպես նաև Ղարաբաղի կողմից ադրբեջանական կողմը շարունակում է զինտեխնիկայի կուտակում, դիրքերի ամրացում, նմանատիպ, այսպես ասած, ինժեներական աշխատանքներ եւ այլն, իսկ հայկական կողմի հետ կապված ոչինչ։ Մենք ունենում ենք բազմաթիվ ահազանգեր սահմանում ծառայություն իրականացնող մեր զինծառայողներից, որոնք ասում են, պարոն Ղուկասյան, նախ խայտարակ իրավիճակը այն առումով, որ մենք, ասենք, 7 հոգով, 8 հոգով, 10 թիվ ես մինչև հիմա չեմ լսել, միևնույն, ասենք, մարտական հենակետում, բայց մեր առջև ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա ադրբեջանական կոնտինգենտն է 40, 30, 50 հոգով։ Եվ իրավիճակի լարումը, այսինքն մարտական գործողությունների հավանականությունը օր-օրի ավելի է մեծանում։ Ասում եմ լավ, երբ որ դուք զեկուցում եք ձեր հրամանատարությանը, որ կա տեխնիկայի կուտակում, չգիտեմ, գրողուսեր ցավի կուտակում, մարդիկ պնդնում են, ամրանում են եւ այլն։ Ձեզ ինչ-որ մի աջակցություն ցուցաբերվում է, չգիտեմ, նույն այդ Լիսագոր կամ Սյունիքի թև եւ այլն, ասում են, մենք դա չենք տեսնում։ 44 օրյա պատերազմից անցել է 2 տարի։ 2 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակը, ես խոսում եմ հենց իմինը բարոյահոգեբանական վիճակից, այդպես է չփորձեցի բարձրացնել կատեգորիկ։ Ընդհակառակը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասում է Արցախի Հանրապետություն կամ Արցախի պաշտպանական բանակ եւ այլն բառը չօգտագործել հատուկ հրամանով, այսինքն բոզիտողություն էլ պիտի ունենա չափ ու սահման։ Հիմա մենք ստեղծում ենք տարածաշրջանում 3 խաղացող, կոպիտ ասած, Ադրբեջան-Թուրքիա մի թև, Ռուսաստան մի թև, Հայաստան մի թև, Հայաստան ասելով ես նկատի ունեմ այս իշխանություններին, որոնք որ այս 3-ով խաղում են Հայաստանի ճակատագրի հետ։ Խաղում են ու անհասկանալի ձևով խաղում են։ Ես ուզում եմ մի քանի բառ ռուսերենով դիմենք մեր ռուս գործընկերներին։ Особенно послу Российской Федерации в Армении господину Копыркину. Господин Копыркин, уже приличный срок, как закрыт Лачинский коридор. В прямом смысле этого слова. Закрыт. Те военнослужащие, которые в составе миротворческого контингента ведут свою службу уже приличное время в Лачинском коридоре, я могу вот очень четко и ясно сказать, что они все стали рублевыми миллионерами. Особенно командир полка, замкомандир полка, то есть офицерский состав, особенно офицерский состав, уже если вот проверить их банковские счета, то мы увидим, что ваши солдаты и офицеры прилично зарабатывают. Зарабатывают на том, что они берут деньги
и выдает свои машины для транспортировки продукции или продуктов из территории Армении в Нагорный Карабах. В данный момент мы видим, что азербайджанская сторона нагло и подло, твердо и жестко укрепляет свои позиции, боевые позиции. Российский контингент абсолютно не подходит им ближе даже на 1 метр и не говорит: вы не имеете права тут произвести вот какие-то работы по поводу укрепления военных позиций, боевых позиций. А если такими вещами вдруг занимаются наши люди, наши солдаты и офицеры, то российский контингент немедленно подходит и говорит, что азербайджанская сторона против. Они зафиксировали факт, что армянская сторона ведет инженерские, строительские работы на боевых позициях. То есть мы видим явную проазербайджанскую политику. Я понимаю, от чего идет такая реакция, потому что наши, так сказать, политики, наши руководители, они абсолютно не умеют вести дипломатические отношения с какой-либо страной. Это пусть будет Россия, это пусть будет Европа, это пусть будет США. Наши только умеют воровать и плясать под дудку президента Азербайджана. Теперь, реальность начинания, то есть вторжения Азербайджана на суверенную территорию Армении велика, вероятность. И я почему-то уверен, что если вдруг начнется азербайджанская агрессия, то миротворческий контингент почему-то не будет вмешаться. Ну, даст Бог, я буду неправ. Даст Бог. Но я надеюсь, что тот документ, который был подписан 9 ноября 2020 года со стороны президента Российской Федерации, Азербайджана и Армении, российский военный контингент будет защищать мир и покой в этом регионе. То есть регион, который называется Нагорный Карабах. Арцах. Республика Арцах. Безопасность граждан Республики Арцах по договору должна обеспечить Российская Федерация. Я надеюсь. Но вероятность агрессии Азербайджана очень велика. Я конкретно обращаюсь к нашим дипломатам, которые сидят в городе Ереван. Те страны, особенно Франция, Германия, США, которые сильно критикуют агрессию России против Украины. Да, это агрессия. Да, это война, это не спецоперация. Но почему-то тот же самый контингент не критикует агрессию Азербайджана против Армении. Полная тишина, гробовая тишина. И плюс к этому решение Международного уголовного суда до сих пор Азербайджан просто вертел это решение Международного суда и до сих пор не открывает Лачинский коридор. Просто-напросто. Он глубоко наплевал на решение Международного суда. И Германия, и Франция, и США просто молчат. Ну, США не ходит в этот контент, но молчит. Полностью молчит. И почему-то Азербайджан не считается агрессором. Просто не считается. Это раз. Իմանացնենք հայերենին։ Մենք ունենք այո պատերազմի վտանգ։ Եվ այս պատերազմական վտանգի մեջ զերո, կատարյալ զերո վերաբերմունք, մտահոգություն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից։ Ում վրա են հույսները դրել, ես չգիտեմ։
Եվ այսօր իրեն քաղաքական գործիչ հայտարարող ուր է զբոզի տղեն Լևոն Շիրինյանը բանա գրեմ, ինտերվյու տալեմ, ստատուսա գրեմ ինչ ուտում, ասում է ինչքան լավ կլինի, որ Պուտինը գա Հայաստան եւ հայերը Պուտինին կալանավորեն, հենց բոզի տողու բանը ֆանտազիան եւ հանձնեն, չգիտեմ, Մեջունարոդնի տրիբունալ։ Ես չգիտեմ, այս ուղեղից գյոթը հասկանալով է խոսում թե չէ։ Նախ այն որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը անպայման մի երկիր գնալու է, ովքեր մտնում են Հռոմի ստորագրած խեռի մեջ եւ համարվում են, որ միջազգային իրավական դատարանի որոշումը կատարող երկիր է, տատուսա ինչ խեռգլուխ է, ես նախ դեմ եմ դրան, եթե այդքան լավ բան է, թող Չինաստանն էլ դրա մեջ մտներ, թող Ամերիկան էլ դրա մեջ մտներ, թող Ռուսաստանը, գերտերությունները սա ձեռները լվացե դուրս ենեք է, այն չուխան չմո իշքան կա, մտել են այդ միջազգային դատարանի, այսպես ասած, ազդեցության գոտին, 120 քանի երկիր, 123 եթե չեմ սխալվում։ Ու հիմա ինչ որ մի Արման Բաբաջանյանի boyfriend, բոզի տղա, բարից ամենաբուն իմաստով, ասում է, I love կլինի, որ Պուտինը գա, մենք կալանավորենք, Աբազյան։ Հիմա ասենք Պուտինը երկու օրից, տրամաբանորեն երկու օր, բայց երկու ուրիշ չի, մոտակա ժամանակներս, այս տարի նախագծած է, որ պիտի գա Հայաստան։ Այդպես խոսում են ընդե։ Հիմա ինձ հետաքրքիր է Պուտինը, որ եկավ Հայաստան, էլ Il-96 սամալյոտը սենց թևերը բացած, եկավ սենց սիրուն իջավ զվարթնոց օդանավակայան։ Այն մինչև էլ բնականաբար 2-3 սամալյոտ ախրանիկնի, ավտոներ եւ այլն։ Իջավ։ Ինչ ասենք հետաքրքիր է, ով է մոտենալու, ասելու դուք կալանավորված եք։ Многоуважаемый Путин, по решению Международного суда. А ты сбандукана санец? Ха? Հաճելի մարդ դու? Հաճելի մարդ ասեմ սիկտիր։ Ինձ հետաքրքիր է դու։ Որ այս բոզի տղեկը նիկոլական ղախպի տղեկը լամասում են որ իշնի, այ բոզի տղա։ Դու կոնե հասկանում ես ինչ ես խոսում։ Պուտինը քո համար Վովայի արշակն է, Արման Բաբաջանյան բոզի տղե։ Ատոմային ձերժավայի նախագահ ղախպի տղա, զոքն էլ քո երկրում կայնած, 10,000-ից ավել զինվորական կոնտինգենտ։ Ինչ նմանտե ասում ես Նիկոլը ըսկի Սերժ չի կարեմ կալանավորի, բոզի տղա Պուտին ո՞նց եք դու կալանավորում։ Ինչ բան, հələ հետո ասում են ռուսը ծածրեց։ Հիմա լավ, ես եմ հերո տրից, ոչ մի տնից տեղից հերո ելնի, ես Ռուսաստանի Դաշնության նախագահն եմ։ Իսկ գալեմ ասում եք գիտեք ինչ, որ դուք իջաք Հայաստան, Հայաստանը ուզում է ձեզ կալանավորի։ Ես ինչ կանեմ։ Կվեկալեմ դեղից հեռախոսը, կզանգեմ Ալևին կասեմ ծածրավ։ Հելտենամետ ինչ են անում դրանք։ Հետո ասում են Ռուսիա բոզի տղուց, էլի Ռուսը բոզի տղա է, բայց ախր դուք էլ եք բոզի տղա։ Ո՞նց կարելի է հելտես բան ասել, երբ որ դու այդ երկրի ազերության գոտում ես, դու ուտից դուր չես եկել բոզի տղա ու չես էլ կարա դուրս գաց, քանի Ռուսաստանը չի բլե։ Ռուսի սապոկը եթե մտավ միտեղ, նա տեղից դուրս չի գալ։ Եթե դուք ուղեղ ունեք, բոզի տղեք և տիրապետում եք մուտիլովկի արվեստին, որը որ ամեն մեկի համար պիտի գնաս ակադեմիաներ սովորես, որ տիրապետես մուտիլովկի արվեստ, կուլտուրական, գեղեցիկ, որ ունենաք ուղեղ, պրոստը, երբ հալարանում էդ Ղարաբաղի պայմանագիրը եւ այլն, որ խաղաղապահ կոնտինգենտ է լծված, Հայաստանի Հանրապետությունը դուրս է գալ այդ բանից պայմաններից, ասում է ես հետ եմ կանչել իմ ստորագրությունը, գնացեք։ Ուտեղ արդեն ինչ պիտի անի Ադրբեջանը, պիտի ասի Պուտին զոր կթան։ Այդտեղ արդեն Պուտին ասում է ծծես, դու ինձ ծծես, հայերին մոռանումա, ասնում է Ալիևի տունու տեղը ծծնելուն, որտեղ նա եկավ մտավ Ղարաբաղ Ստեփանակերտ իր հրահիրած կոնֆլիկտով։ Եթե ռուսը դաբրոն չտար, Ալիևը
մեր հարևան մայրամի ծլիկից հոտքը քաշել, բայց նա չէր կարա ասեր նման լայնամասշտաբ հարձակման։ Հետ ես կանչեմ ստորագրությունը։ Սպես թեմա իրար կերեք։ Ծսրեք ոնց ուզում եք։ Են ադրբեջանցի մի հատ բան բոզի տղա կար ասում էր Ադրբեջանն ու Հայաստանը կբարեկամանան միայն մի դեպքում, եթե գտնեն ընդհանուր թշնամի։ Հասկանալի ավ չէ՞։ Ահա։ Բայց եթե դուք այդքան ունեք ուղեղ, պրոստը-նապրոստը ստորագրությունը հետ ես կանչում, ասում ես լավ, ինձ խաղապա կոնտինգենտ պետք չի։ Ու պիտի դուրս գա, առաջինը ղզղնողն ով է, Ադրբեջանի նախագահն, որ ռուսիկ տիրելի, ու թե ասում են դե հիմա քո բերանը դնեմ ես։ Ու եւ որ արդեն ռուսը դննա Ալևի բերանը, նոր այն ժամանակ կարած գաս ասես, բայց գիտի, ո՞ց որ ես կողմ եմ, գիտես, որ ռուսները մնա։ Բայց ու գնաց մուտիտը։ Բա ոչ թե կանգնել, հայտարարել։ Ու որոշակի գտնայ, որ Պուտինը իշնի Հայաստան կլա։ Այն յաջեռի չամադանը կողել է մամայի տլոյի մեջ։ Բոզի տղա անգրագետ։ Աբազան դու ռիսկ անես Պուտինին մոտի գետաս։ Կամ կարաս։ Վայ Ղազարյան, դու կարաս։ Պրոստը մոտի գետակ։ Դաժե եթե Հայաստանը մա։ Տրեք ձեր ворի ծակի տրամաչափին համապատասխան, որտեղ եթե տրմեք ավելի մեծ խորանարդ տրամաչափով, ворի ծակը դառնա ֆանֆան ծուլպան։ Հասարակ անատոմիա, չէ ռուզիկ։ Շիրինյան բոզի տղան ասես ինչ լավ կլնես։ Պուտինին կանոնավորենք, տայն բոզի տղա։ Լրի բոզի տղա։ Դրա, եթե սա ասես հոկտեմբերյանի հիվանդանոցի դռնապա յուրան, իսկ ասես ցեպա հանան ցեպա իջստում, այդ մարդուց չեք ուզում։ Քաղաքան գործի չա, ու սրանք հələ մասնակցում են ընտրություններին, ու հələ պիտի մասնակցեն։ Բոզի տղեկ։ Հագայի դադարանը լավ դադարը, թո Ադրբեջանին ծածացնի։ Որոշում ակայացնեն, լավ չնի, չապ եմ բացել, բացեց, ասում խրս կերեք չեմ բացում։ Մա դու գնա ծածանի։ Всё, ստից մենք հասկացանք, որ Հագայի դատարանը ուժ չունի, բայց Հայաստանը դե ինչ անեմ։ Էդի նույնբանակ ոսոր ասում են հապկ, հապկը մեզի խրտը չտրեց, ճիշտ չտրեց, ինչ է գնացել հապկի մեջ։ Նույն ձևն Հագայի դատարանը, որոշումը կայացրել է, արել ասում է ռուսիկը շնչեք, քանի դատավոր է կտե, ծծես, դու ինձ ծծես, նույն հաջողությամբ պետք է դերից էլ դուրս գալ, դա իմ ես սխալ է։ Միջազգային դատարան ասում է Ալիև դու պարտավոր ճանապարհը բացես, չի բացում։ Всё, ու ոչ մեկ չի ասում, Հագայի դատարան, այդ սպիտակ խեռը, որ քցել ես վետեկե նստել ես, բա որոշում ես կասի ուլա։ Բայց ես պետք է Պուտին ձերբակալեն, որ գա Հայաստան, խրս կերել ես։ Գնացեք ձերբակալեք, հենա Մոսկվան։ Գնացեք, պետք ձերբակալեք։ Գետերություն եք։ Ես հասկանում եմ, որ ես մի փոքր հերու եմ դիվանագիտությունից։ Բայց եկեք խոսեք բնապաստերով։ Ոսես բոզի տղեկը որն բաներ են գրում։ Այդա վաղեմիսուն ազդելու է իմ զինվորի կյանքի վրա։ Այսպես խաղբի տղեկի հայտարարությունների բնապատճառով։ Ձերբակալենք հազդու։ Թե կեզով խոսսերից։ Ով ես դու։ 100,000 մարդու անվտանգություն այս պայդրությամբ ուզենք թե չուզենք լավից վատից լուծումա ռուսը։ Կան կոնտինգենտ խնդրեմ թողականի ընդե մենք հելացեք մալադես նորվեգ, չգիտեմ դանիացի, բելգիացի, հոլանդացի, թողան բախի չեն գալում։ Բիզնես անեմ, արավեք ալեմ, կոնյակ ավեք ալեմ, ավտոբուսա թողը մարդը անեմ, լավից վատից անեմ։ Ավելի որակյալը կա, խնդրեմ բերեք, ես էլ եմ կողմ։ 2 ձեռով։
Բայց եւ քաղաքական գործիչը հələ մայտարարել մա ձերբակալեն քան փոստի տղո։ Հիմա որ Ադրբեջանը սյունետի հանի տապի ու սենց դիվանագիտական բանով որ ասի խնդրեմ դες հայրը քեզ ինչ են ուզում անել իշոն себе назвал земляным человеком հայտի մուլտֆիլմ Մաունգլի Այսօր Ուրա այս բոզի տղը Արդեն բայսը Աշխովս ընկավ Մարինա Պողոսյանի բարև ձեզ տիկիտ Մարինա անցեք նստեք Ռոզիկ ինչ եք խմում գլասե Մարինա Պողոսյանի հյուրասիրեք Աշխիս ընկավ Մարինա Պողոսյանի ձեր Հակակոռուպցիոն բլոկ, եթե չեմ սխալվում, տեսանյութը, это YouTube, Facebook, որտեղ Մարինա Պողոսյանը խոսում է Վլադիմիր Գասպարյանի դատական process-ի մասին։ Ես լսեցի, եթե չեմ սխալվում 30 րոպեանոց, 28 րոպեանոց տեսանյութը, իմացա, որ Վլադիմիր Գասպարյանը դատական նիստի ժամանակ վատանում Կանչում շտաբօգնություն։ Շտաբօգնությունն եկերա, ճնշումը չափերա, թուղթը տվերա դատարա գնացերա։ Դա։ Ես հասկանում եմ, որ դատավորը պարտավոր չի իմանալ կամ հասկանալ ինչ է նշանակում բժշկություն կամ ինչ է նշանակում հիպերտոնիկ հիվանդություն։ Բայց ես հիմա ուզում եմ մի փոքր բժշկական գիտելիքների էքսկուրս կատարել հատուկ դատարանի համար։ Հարգարժան դատարան։ Ամբաստանյալ կամ մեղադրյալ Վլադիմիր Գասպարյանը ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 9-ին։ Էստոնիա, գորը Տալին։ Ինչևից։ Երբ որ հայրը ծառայում էր այնտեղ որպես հրամանատարի վարորդ։ Տիկին Անժիկը ջահել կնիկ էր, ջահել աղջիկ էր։ 58 թիվ Սիստեմատիկաբար 2000 թվականից Վլադիմիր Գասպարյանը օգտագործում է թմրանյութեր։ Եթե կա կասկածանք իմ ասածների մեջ, դատարանը կարող է Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել, հանձնել այլուն։ Եվ որ մենք համոզենք, որ MVD-ի մինիստրը նարկոման, սա մեկ, թմրամոլ։ Երկրորդ, Վլադիմիր Գասպարյանը ճշման խնդիր, այո, ունի, բայց իր մոտ հիպերտոնիկ հիվանդությունը 3-րդ աստիճանի է, այսինքն ամենաթեթև։ Իր մարմնի կառուցվածքը, քաշը, չափերը, Եվ վերջը հուզմունքը, որ ինքը գտնվում է դատարանի դալիճում, բնականաբար ցանկացած մարդու մոտ կարող է առաջացնել ճնշման պատանում։ Ես որ այդ տարիքի չեմ 77 թիվեմ, իմ մոտ է մեկ-մեկ պատահումը 160։ Բայց դա չի նշանակում, որ 160 ճնշումով պետք է դադարեցնել դատական նիստը։ Բնավ։ Ես հորդորում եմ դատարանին Որպեսզի դատարանի քարտուղարուհու մոտ հետայսու պահվի կապտոպրիլ, խնդրում եմ գրեք, կապտոպրիլ, հաբերը սպիտակ գույնի 50 միլիգրամանոց, կամ մաքսոնիձին 0.4 միլիգրամանոց, և որ Գասպարյան Վովան, կասի ես ունեմ ճնշում, որովհետև կարող է իր մոտ չլինի կապտոպրիլ, ինքը միզամուղ չի։ Հանի դատարանը ասիդի լեզվի տակ և ընդամենը րոպեներ անց Վլադիմիր Գասպարյանի 160-90-ի վրա ճնշումը, որը որ արձանագրել է շտաբօգնությունը, սովորական բան։ Անպայման կկարգավորվի կդառնա 140-130 և դատարանը կարող է շարունակել իր նիստը։ Սա մեկ։ Այսինքն 160 ճնշումը դա տրագեդիա չի քաղաքացու համար։ Եվ դրա համար դատական նիստ ընդհատելը շատ ներողություն, հաճելի մարդ, հետայսու ցույցում եք տալի դատախազին չհամաձայնվել դատական նիստը ընդհատելու հետ։
որտեղ 160 կապտը պիտի լեզվի տակիշն է, վերջ, բոլզի տաղա։ Հաջորդը, ես լսեցի, որ ամբաստանյալ կամ մեղադրյալ Վլադիմիր Գասպարյանը, ես սիրում եմ այդ բառերը, խնդրել է միջոցություն ներկայացել դատարան մտնի հետևի մուտքով։ Ստեղ հաճելի մարդ դրա մեղավորը դուք եք։ Այո, ես գտնում եմ, որ Վլադիմիր Գասպարյանի միջնորդությունը դատարան մտնել հետևի մուտքով պետք է բավարարել։ Ինչու։ Ոնց։ Ներողություն, ոչ նախագահի, ոչ ენი, ոնց որ ասում այն է Պողոսյանը։ Ինքը ազդվմա, որ իան մլիցեքը տենում են։ Մարդը ուզում է, չի ուզում լրագրողների հետ հանդիպի։ Սրա մեղավորը դուք եք։ Եթե Վլադիմիր Գասպարյանը կալանավորվի, ապա ուղեկցող գումարտակը Վլադիմիր Գասպարյանին դատարան կմտցնի հետևի մուտքով։ Այսինքն մեքենան գա կմտնի դարպասներից քիչնեն ներքև դուրս կգա պատմալով կուլիկ կբարձրանա վերևի հա եւ ոչ մեկ չի հանդիպի։ Մարդ ասում է անձի կալանավորեք, խնդրեմ։ Բայց դուք չեք բավարարում վերջինիս խնդրանքը։ Սա գեղեցիկ է, հաճելի մարդ։ Ոչ, դենում եք։ Մայնա Պողոսյանը շատ կիրթ, շատ կոկիկ, շատ կուլտուրական արտահայտվեց իր տեսանյութի մեջ Վովա Գասպարյանի պապվածքի մասին։ Все-таки գեներալ գնդապետ։ Ես այդ ժամանակ, երբ որ Գասպարյան Վովայի սակած գործով ինձ դադում էին շորթում 350,000 դրամ, ես հուզվել եմ։ Ես հուզվել եմ դատարանում առաջի անգամ, երբ որ ինձ լրիվ հապչեպ, ասենք, բանով կալանավորեցին, եւ ես հուզվեցի ոչ թե նրա համար, պայտակ, որ ինձ տանում են դերտ։ Ես հուզվեցի նրա համար, որ մայրս մնաց մենակ։ Դա է իմ 3 տարվա ընթացքում ինձ տանջել է մի բան, այդ կնիկը ոնց է մենակով յուլա գնում, ձունձմեռնոց կլիներ, այս կլիներ, այնտեղ հոկտեմբեր ամիս, եւ ինքն էլ հիվանդ, շաքարախտ, զոբ, ոչմ ճնշում, մնշում, ինչ ասել, երկրորդ կարգի հաշվանդամությունը վերել։ Ոնց է այս կինը մնալու։ Ինձ դա է միայն հուզել։ Երբ որ Արաբկիրի դատարանը մի հատ ագարկա դատավոր էր կնիկ, կարդաց կալանքի որոշումը։ Եվ ոչ մի գրավ, ոչ մի բան չացավ։ Եվ դրանից հետո ամեն 2 ամիսը մեկ առաջացանը կալանավորում էր, հաստատում էր կալանքի որոշումը Վարդան Ղուկասյանի։ Բայց երբեք Վարդան Ղուկասյանը չի հուզվել։ Երբեք խաղեր չի տվել, որ վատ եմ, էս եմ, են եմ, ու դաժե երբ որ այնտեղ որոշակի բաներ ասում էին, բրիշներ ասում են, դե գոլեգան է կարակ թուղթ տանք, որ էս հիվանդությունն ունի, այն հիվանդությունն ունի, էսի գրենք տանք, այնի գրենք տանք, միգուցե ազդի, ես ասել եմ, որ ոչ մի դեպքում։ Ես չեմ ուզում, որ արձանագրվի ինչ-որ միտեղ, որ Վարդան Ղուկասյանը ունի հիվանդություն, թեկուզ եւ կեղծ։ Թեկուզ եւ։ Դրանից բացի, երբեք ով էր են Արշակ Վարդանյան, դատավոր։ Արշակ Վարդանյանը սաղը սալամաթա, то կանգնի ասի, որ Վարդան Ղուկասյանը ազդվել է, հուզվել է կամ եղել է ընկճված։ Պետական մեղադրանքը պաշտպանող դատախազ Վահրամեր, Վահաներ, այդ բոզի տղեն, այդ պոռնիկի վաստակը նստած դեմի սեղանից նայում էր դեմքիս ու ժպտում էր։ Ուզում էր բան պրովոկացիա երևի։ Դրան գումարած փաստաբան Գյորգի Մելիքյան ամբողջովին ծախված, որ ասում է Տուրեցկի գամբիտ, պաշտպանում էր դեմի շահերը բան փոխանակ պաշտպաներին, խճճելով, թուրիմացության մեջ իր մցնելով։ Քննիչ, ինչ էր այդ բոզի տղու անունը, Գևորգ էր, չեմ էլ հիշում արդեն ՀԿՑ-ից, այդ փնտի բոզի տղեն, որը որ հանդիպման ժամանակ ինձ ասեց, եթե չգնաս արագացված դատական պրոցեսի, որովհետև ապացուցողական բազան 0 էր, մի հոգուց ուսմունքով էին ինձ դատում, մորդ էլի նորից կառավանգել, ու ես անգամ բան վրատնի կոմերը գա հետ, գտնի ճանապարհը ու հետ վերադառնալ սովետաշնի չոլերից։
Ու Վարդան Ղուկասյանը դատարանում միշտորթեց արագացված դատական process եւ դատավորը չասեց տղա ջան ախր քո դեմ մի հոգի ընդամենը ցուցմուկ տվեր չկա ապացուցողական բազա դու չես գնում դրան ու ես գնացի դրան որովհետեւ ես համաձայնվեցի 3 տարի նստել քան թե հերթական անգամ իմ մորը առևանգեն ու Սասունի հիմնարկում այդ քրեական գործը չգիտեմ Սասունը կողել է երևի Սրբուհու Գալյանի ոռը չկա այդ քրեական գործը մինչև որս չեն գտնում ոչ մեկ Սասուն ես անպայման գալու եմ եւ դու դրա համար մինիմում ինչա քոյ տնելու էդի մենակ գիտի կաթոլիկская церковь Великая ինկվիզիցիա եւ այսօր գեներալ գնդապետ մարդը որ ասում է умирать так с музыкой ես պատկերացնում եմ եթե Գասպարյան Վովան ընկներ գերի 42-3 թվին գերմանացիների ձեռը բիզեց ամբողջ սովետական միությանը կան բիզիմդիր դու գեներալ մարդ գեներալ գնդապետ գժում ես Գասպարյան Վովան եմ որ ասում էի բոզի տղա չնայած տիկինաժիկը լավ կնիկա դու թատերականացված ներկայացում ես խաղում 160 ճնշումը Բոզի տղա 250-230 կասե հա հիպերտոնիկ կրիս Բա 160 ճնշումով մի հատ էլ արձանագրենք որ ի վիճակի չի գտնվելու դադանված է Բա Գասպարյան Վովան էի Այն ժողովրդին որ դրած էլեկտրիկ Երևան ծսրիր փրիր արևի տակ Սարի թախ մարդ 17 տարեկան երեխու աշկը տվիր թափից մինչև որս մնաց Հավիտյանը Սամվետյանից հաշվանդամ Մտակ մարդկանց տներ ծեծիկ, ջարդիկ, առևանգիկ, տարագլացիկ բան բերտերը եւ այլն եւ այլն եւ այլն Բայց այդ ժամանակ դու հիպերտոնիկ հիվանդ չէի, բոզի տղա Մի հատ էլ ասում բարի գործը անպատիժ չի մնում Միջանցքը մա հայտարարը Կնգած ծծծնի սաղ դատարանները առաջինից մինչև երրորդ ացյալ Քո ինչն է բարի գործ Մի հատ ասա ինձ քո բարի գործը Հա Էլեկտրիկ Երևան, Սարի թաղ, մարդկանց առևանգել, խոշտանք, բարի գործը որն է, այդ Մարինա Պողոսյանն էլ պատմում էր մի կնոջ բնի մասին 80 անց ինձ ձև են քո միլիցիայը հանե շպրտելու եւ այլն։ Եվ այլն։ Այսօր խոսում է բարի գործից կամ ամենահետաքրքիրը։ Ուրա Մարինա Պողոսյանը հարց է տալի որտեղից Գասպարյան Վովային 2 միլիարդ 135 միլիոն դրամ։ Տիկին Մարինա Պողոսյան, այս 2 միլիարդ 135 դրամը, это только цветочки։ Գասպարյան Վովայի կարողությունները գերազանցում են 10 միլիարդը։ Շատ ճիշտ հարց է բարձրացնում տիկին Մարինան։ Ասում է լավ, գումարը դուք վերցնում եք, պետականացնում եք եւ այլն, բա ձեզ չի հետաքրում այս գումարը որտեղից։ Ինչ միջոցներով է ընկեր Վովան 4 անշարժ գույք եւ այլն ձեռք բերել։ Մեկին առևանգ է, մեկին խոշտանգ է, մեկի վզին դրը եւ այլն, բայց ամենաառաջին եկամուտներից մեկը Գասպարյան Վովայի դա նարկոտրաֆիկինգն է եղել։ Իա Հունան Պողոսյանի եւ Աշոտ Կարապետյանի։ Նարկոտրաֆիկինգ։ Մի կողմ թող, որովհետև այդքան ինչքան էլ որ շաբաթը մեկ այս գարիշեկին հանում նրանին ընդունում, նրանին հանում, ցանին ընդունում, վարչության պետ, միլպետ եւ այլ, այդ բոլոր գումարները, այդ 20000, 15000, 20000, 15000 արշակը վերցնում էր։ Այդ գումարները չէին կարող, ինչքան էլ որ իրանք որոշեին հավաքել, գայր կանգներ 2 միլիարդ, որովհետև Գասպարյան Վովայի ծախսերը ահռելի էին։ Ահռելի, նամանավանդ ագարկա աղջկա ու ագարկա կնգա։ Եկացիրինա երկրորդը այդքան իրա վրա ծախս չի արել, անելով Վիլիկայա իմպերատրիցա վսիա Ռուսի, ինչքան որ ագարկա նախկին շարքային բոզ Սուսիկը։ Կաբզոնը, որ կաբզոն էր Կրեմլովսկի դվարեցից դուրս գալուց եկա քայլեստոնը ստավ իա մեքենան, ագարկա Սուսանա, ագարկա աղջկայտ, 2 Range Rover անմիջապես ես Կրեմլովսկի կանցերի դվարեցի դեմից դիվանագիտական համաներով եկան տարան։ Великая княжна Анастасия,
Խերրս կերելա Գասպարյան Վովայի Անգելինա Ջեքսոնի մոտ։ Եվ այսօր հարց, որտեղից այդ գումարները քեզ։ Բոզի տղա։ Ու շատ ճիշտ օրինակներ ա բերում։ Բայց դատական համակ ու Գասպարյան Վովա չկար այս իշխանությունը եթե չի կարողանում Գասպարյան Վովա կալանավորի, Բոզի տղեկը ուզում են կալանավորեն ցար վսիա ռուսի ընկեր Պուտինին։ Հələ դու ստեղ նայի հայմատությունը։ Ու գիտես ինչ Վովան որ ասում умирать так с музыкой ես խորը հիասթափությամբ են դուխով տղեն, են դուխով մարդը, որը ծածցնում էր սաղ բանակը հետո NVD-ն, հա որ Վովանուն լսում սպրտում են, փաստորեն այդ ամենը միֆ, այդ ամենը գալիս էր պագոնից, պագոն կավրետ, դու պիզդեց ես, պագոն չկա, առնանդամի գագատնակետ, Վարդան Ղուկասյանը երկու դեպքում էլ ապացուցեց, որ ինքը եւ պագոնով է եղել բոբո, եւ առանց պագոն հիմա вообще բոբո։ Այն Արմինե Օհանյանը, որ ասում է 0-ից հելավ սկսեց եւ այլն, ինքը ուզում էր ինչ-որ մի ճիշտ բան ասել, բայց այդպես է չկարողացավ հրապարակ թերթի խմբագիրը իր մտքերը շարադրել։ Չկարողացավ եւ դրանով զայրացրեց ինձ։ Բայց դու ալնելով երբերնի մուգունինի բուա, մենք այսօր տեսանք, թե դու ինչքան ողբալի, ինչքան խեղճ, ինչքան անմխիթար, ինչքան շարքային չմոգյոտ կարգավիճակում ես գտնվում դատարանս մեզ, հետևի մուտքով եմ խնդրեմ, որ ինձի ներս մտցնեք։ Հետևի մուտքով քեզ սախ միլիցեքը ծածացնեն, բոզի տղա։ Հետևի մուտքով ուզում դրեք ուազիկը ուղեկցող գումարտակ վրեն գրած, տարեք կողեք դատարան, դատարանից տարեք կողեք Վարդաշեն։ Շմայսիկը հաստատ կուզենա գեներալ գնդապետ ծածացնի ու Վարդաշենի մյուս մնացած բոլոր անուշ ապերները։ Գեներալ գնդապետ մորթով, բացո գնա մտնի Վարդաշեն քերակատարողական հիմնակ։ Հəl տեսեք ոնց է հասարակ ենթասպան MVD-ի խեռը հալնում կողքն Վովայի բերանը եւ Վովան կհիշի իր կուրսանտ թվերը։ Բայց կուրսանտ եղած ժամանակ կա մի տարբերություն։ Վովան ծծել է գեներալների խեռերը, տարիքով մարդկանց։ Ստեղ ծծելու է երիտասարդության խեռերը։ Լեյտենանտնի, ենթասպանի, ավելի ձիգ, երակներն ավելի վրեն երևացող, ճռճռան խեռեր։ Ու կհիշի, ոնց որ ասում էր Կարլ Խաշվանկյանը, այս երիտասարդի շուրթերը աշխատող շուրթեր են։ Այդ եղում Կարլ Խաշվանկյանն ասե, ես չեմ ասե։ Մաեստրո։ Մարդի գնում լցում են պրոշները, որ ունենան աշխատող շուրթեր։ Վովայինը բնատուրա, խնդրեմ, Քրիստիկը հաստատամա, եկ նային գրասինայգը գրերա, պեչատերա, ճամպերա, ասելա ծծես, դու ինձ ծծես։ Վաղազերան նեղվում ես, որ Վովային դադում են, բայց ես թվում է դու նեղվում ես, արգիշտը գիտեմ, նեղվում է, իմ երկրորդ հայրը, դու ինչից ես նեղվում։ Դու անըթա դրթում ես, որ ես էլի ֆրան, քեզ վեկալեմ սիկտիրանեմ դրան մոտ։ Ռուսկա ծծելու։ Իշքան կրիմինալ տարեր կան Հայաստանի Հանրապետության տարածքում, իշքան հեղինակություններ կան, թե Հայաստանի Հանրապետության տարածքում, թե Հայաստանի Հանրապետությունից դուրս, իշքան քաղաքի տղական, են անուշ ապերներ եղալն, որոնք որ իրոք եղանակի տեսություն են փոխում, թե քուչում, թե կվարտալում, թե Երևանում եղալն, դրանք բոլորը անխտիր, շարքով, կարգով, հերթով, ծածացնեն կնգատ, բոզի տղա, կնգանից հետո աղջկատ,
աղջկանից հետո դե տաղուտել ծսնեն ինչքան զինվոր կա այս բայդրությամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում դնեն տաղուտ բենին իմբիցիլ տաղուտ բենին բոզի տաղա վատանամա սկորի պամագիցը 160-ը ճնշումը հուսով եմ դատարանը ինձ հասկացա որ 160-ը դա կրիս չի եւ կյանքին վտանգ չի սպառնում ընդամենը պահի դա ընկեր քարտուղարու մոտ կապտոպրիլ եւ տեղն եկա ժամանակ թոքցի լեզվի տակ այդ բոզի տաղեն ես Վովանեմ բա Վովանես պատվով փարքով դուխովը դատվի տաղավարի դատամետ էլ հետևի մուտքով եմ ուզում մտնեմ դեմի մուտքով եմ ուզում ճնշմա վատանամ ընկնմա պամագիցենի վինավատայա я он сам ко мне пришел Այս հատվածը ֆիքսեք Բրլյանտովայա ռուկա Այսօր այսքանը շնորհակալություն հաջողություն